Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, ժամանակն է ներկայացնելու մեր հաջորդ հյուրին, մեր շատ սիրելի գործընկեր, ամենաքչախոսը Առավոտ լուսոյի եւ Առավոտ լուսո Weekend-ի հաղորդավարական թիմից Իննա Խոջամիրյանը։ Ողջույն Իննա։ Ողջույն, ես քչախոս եմ։ Ասում են այո։ Փաստորեն։ Հիմա կփոխենք այդ կարծրատիպը։ Ես կտամ հարցեր, դու շատ երկար կարող ես պատասխանել։ Վրա խոսեմ, չեմ թողնի դու խոսես։ Պայմանավորվեցինք։ Ինչպես է սկսվել առավոտդ եւ առհասարակ ինչպես են սկսվում քո առավոտները։ Առավոտները սկսվում են դժվար, որովհետեւ մի ամբողջ կյանք պայքարեցի եւ մի ամբողջ կյանք պայքարում եմ լուսաբացի հետ արթնանալու համար, բայց արթնանում եմ լուսաբացին միայն աշխատանքից ելնելով, որովհետեւ պիտի գնամ աշխատանքի։ Մնացած օրերին դա չի ստացվում։ Կուզեի առավոտները սկսեին էլ ավելի լավ, բայց սովորաբար արթնանում եմ, չեմ հասցնում լիքը բան անել, այն ինչ որ նախատեսել եմ, արթնանում եմ արդեն շտապելու զգացումով, որ ես լիքը բան պիտի հասցնեմ, ինչքան բան ունեմ անելու, ես արդեն 40 րոպե ուշ արթնացա, մի խոսքով կարող էի նախաճաշել, սուրճը խմել, բայց հիմա այդ ամեն ինչը չեմ կարող անել եւ այդպես ամեն օր։ Սովորաբար առավոտներս իդեալական սկսում են, երբ գնում եմ հանգստի եւ վերջապես իրավունք ունեմ քնել այնքան ինչքան ուզում եմ, հենց գնում եմ հանգստի, լուսաբացին ժամը 5-ին արթնանում եմ։ Արթուն ես։ Այո։ Երբ ոչինչ չկա անելու առավոտյան շտապելու տեղ չկա, արդեն կարող ենք ենթադրել, որ դու ավելի շատ ոչ միայն նաև աշխատանքի բերումով, այլ քո տեսակով գիշերվա մարդ ես։ Առաջ վստահաբար շատ ավելի շատ, հիմա 50-50, նաև ցերեկային եմ դարձել, բայց առաջ հա իսկապես ուղեղս գիշերն էր աշխատում եւ ստեղծագործական եւ մնացած առումներով գիշերը միանգամից ուղեղդ ակտիվանում է, լամպերը բոլոր վառվում են, բայց հիմա կարծես թե մի քիչ ավելի բալանսավորել եմ ամեն ինչ։ Առավոտ լուսոյում եւ Առավոտ լուսո Weekend-ում աշխատանքը բացի նրանից, որ դու հաճախ նաեւ ստիպված ավելի շուտ ես արթնանում։ Ինչ է տվել քեզ։ Եթե հաշվի առնենք, որ տարիքի հետ սկսում ենք ինքներս մեր մարմինը ճանաչել, մարմնի տարբեր մասեր ես, չէ՞, ճանաչում, օրինակ ավելի լավ ճանաչում ես քո սիրտը, ավելի լավ ճանաչում ես քո դիմագծերը, Առավոտ լուսոն դարձել է մարմնի մաս, երևի համեմատական կարգով զարկերակի է նման ավելի շատ, այն որ կարևորագույն դեր ունի եւ զարկերակն է, որ ձեռքդ հենց դնում ես զարկերակին, իսկական ժամանակը սկսում ես զգալ։ Մասնավորապես ուղիղ եթերների ժամանակ սկսեցի զարկերակը բռնել, առավոտվա զարկերակը, օրվա ռիթմի զարկերակը, ռիթմ տվեց ինձ Առավոտ լուսոն եւ իհարկե բնականաբար տվեց լավ մարդկանց եւ նոր միջավայր, սա իմ ըստ երևույթի առաջին փորձառությունն է որպես այդպիսին հեռուստատեսությունում այս ֆորմատի մեջ լինել եւ այս թիմի մեջ լինել, ես էլ դե քչախոս եմ, շատ բան չեմ խոսում, բայց լավ բաներ մտածում եմ, չէ։ Բայց եթե ուշադիր նայեք Իննայի աչքերին, ամեն ինչ կտեսնեք, ինչ է մտածում ու ինչ է ուզում ասել երբեմն։ Չիկո, երբեք չեն խափում։ Այն աշխատանքը, որը իրականացնում ես Առավոտ լուսոյում ու Առավոտ լուսո Weekend-ում, դա մեր հեռուստադիտողները տեսնում են, բայց գուցե նրանցից շատերը չգիտեն, թե այս ամենից դուրս հիմա ինչով ես զբաղված։ Պատմիր։ Շատ զբաղված եմ։ Գիտենք, պատմիր։ Շունչը կտրվելու աստիճան զբաղված եմ եւ մտքերս են զբաղված եւ գործողություններս են զբաղված, շատ լավ բաներ եմ պլանավորում, որոնք 2026-ին արդեն 2026-ում չեն տեղավորվում, փորձում եմ տեղավորել, որովհետեւ աշունն ու ձմեռը բավականին հագեցած են լինելու։ Ես մտովի հիմա արդեն ապրում եմ աշնանը եւ երբ վերադառնում եմ ամառ, շփոթվում եմ ու քաոսի եմ մատնվում, որովհետև ներկայով չեմ կարողանում ապրել, որովհետև պլանները արդեն այնքան են տարածվել, տարին մտքով եզրափակել են։ Հստակ բառացի բարեբախտաբար կամ ցավոք սրտի չեմ կարող ասել հիմա ինչով եմ այդքան շատ զբաղված, բայց մի քանի նոր նախագծեր ունեմ, որոնք հանրությանը հայտնի կդառնան աշնանը եւ դրանից հետո
եւ նույնիսկ 2027-ի պլաններ կան, բայց դրանց մասին չի կարելի հիմա խոսել։ Սովորել եմ լուր աշխատել։ Առաջ բնավորություն ունեի, որ մի լավ բան տեղի էր ունենում կամ ինչ-որ նախագիծ, միանգամից ծուղրուղու կանեի դրա մասին, բայց հիմա երևի լրությունը թիմը ճիշտ է Առավոտ լուսոյի, լրությունը դարձել է իմ անբաժան ընկերներից մեկը նաև գործի մեջ ու պիտի գործողություններով ինչ որ բան ցույց տաս խոսել բոլորս կարող ենք է Գործողություններով խոսել կարող ենք բոլորս, կարևորը գործողություններն է։ Լավ, հիմա դրամատիկ անցում քո առաջին մասնագիտությանը, հոգեբանությանը, արդյոք օգնում է քեզ թե խանգարում, թե աշխատանքում, թե մարդկային փոխհարաբերությունների մեջ, եւ եթե օգնում է, ապա օգնում է նաեւ չկոտրվել այս կամ այն իրավիճակում։ Դա կլինի աշխատանքային, մարդկային հարաբերություններ, թե այլ։ Եթե թողնենք անգիտակցական դաշտում, ապա կխանգարի, որովհետև հիշում եմ իմ լավագույն դասախոսներից մեկի եւ նաեւ իմ թեզի ղեկավարի ոսկե արտահայտություն ուներ Գայանե Միխայելովնան։ Ասում էր այնինչ կարդում եք եւ մասնավորապես այնինչ վերաբերվում է օրինակ անձնային խանգարումներին կամ նորմայից շեղումներին կամ կլինիկական հոգեբանության սպեկտրին ամենակարևորը փորձել չվերագրել ինքդ քեզ, քո հարազատներին եւ քո շրջապատին, որովհետեւ պիտի ակադեմիական գիտելիքին այդ մոտեցումն էլ ցուցաբերես, որ դա ակադեմիական գիտելիք է։ Մենք բնականաբար ուսանողական տարիներին հենց այդպես էլ վերաբերմունքը ցուցաբերում էինք, որ դե ինչ կա սրա մեջ։ Բայց դա լավագույն որպես այդպեսի մասնագիտական խորհուրդն էր, որ ես ունեմ այս տարիների ընթացքում եւ պարբերաբար հիշում եմ, որովհետեւ չես կարողանում ինքդ քեզ չվերագրել եւ չես կարողանում չվերագրել մտերիմներիդ, ինչ որ պահի սկսում ես խանգարումները, շեղումները, դրսևորումները, պրոյեկցիաները, ամեն ինչ սկսում ես այդ հոգեբանության դաշտում նայել, իսկ դա կարող է նաեւ վնասել մեծապես։ Բայց երբ որ դա կարողանաս իհարկե շատ դժվար է, բայց երբ որ կարողանաս իօգուտ քեզ գործածել եւ հասկանալ, որ մասնագիտությունդ առաջինը քեզ պիտի գա օգնելու, սկսում է օգնել։ Այո, սկսում է օգնել։ Իմ երկրորդ մասնագիտության հարցում, որպես այդպեսին հոգեբանությունը ինձ շատ օգնեց։ Եվ գիտակցական դաշտում, եւ ենթագիտակցորեն շատ օգնեց, որովհետեւ հոգեբանությունը եկավ դերասանի վարպետությանը ինչ որ կերպ փոխլրացնելու։ Դա մեթոդներից մեկն է ըստ երևույթի, որովհետև հոգեբանությունը նպաստում է նույնանալ կերպարի հետ, ոչ թե տեխնիկապես ինչ որ բան իրականացնել, դա կարող է նաև բացասական անդրադարձ ունենալ նույնացումը, որովհետև դու նույնականանում ես, այո, նույնականանում ես եւ հետո ամենաբարդ բանը, որը քեզ չեն օգնում անել, փոխվել դրանից։ Հենց այստեղ էլ երևի մասնագիտությունս պետք է, քանի դեռ պետք չի գալիս պրակտիկ մասնագիտական հոգեբանական դաշտում։ Հուսանք պետք կգա միայն այստեղ նոր պատմություններ, նոր կերպարներ հավաքելու հարցում, բայց կերպարներից եթե խոսենք, վստահաբար ամենասիրելի կերպարներից մեկը փոքրիկ Ինան է, որը անդադար ձեռքդ բռնած բոլոր երազանքների համար, որոնք իրականություն են դառնում, ուրախանում է, մեկ-մեկ տխրում, որ իր երազանքները այդպես էլ մնացել են իրենց հերթում, եւ գնանք մանկություն ու ամենաջերմ հիշողությունը, ամենաջերմ պահը, որը երբ ասում ես մանկություն, հենց այդ պատկերն է քո աչքերի առաջ հայտնում։ Ես վերջերս սկսել եմ հակառակը մտածել, եթե անկեղծ, մի ամբողջ կյանք մենք փորձում ենք սիրել մեր փոքր կերպարին, որովհետև մենք այսպես թե այնպես սիրում ենք ինքներս մեզ, բայց էգոյի հետ շփոթելու խնդիր կա այստեղ, սիրում ենք մեզ, թե մեր էգոն է առաջին պլանում։ Եվ հետո որ մի քիչ մեծանում ես, հասկանում ես, որ պիտի նախ կարողանաս հաշտ լինել քո փոքրիկի հետ, նորից կարողանաս վերապրել ու սիրել իրեն նորովի, նոր ամեն ինչ կկարգավորվի եւ տեղը կընկնի, որովհետեւ ինչքան էլ սիրում ենք մեր մանկությունը, այնքան էլ մանկությունում են հենց մեր բոլոր տրավմաները, կռիվները, այո, մենք ինքներս մեզ հետ կռիվ ունենք։ Փոքր Ինան եւ մեծ Ինան շատ կռիվներ ունեին եւ դեռ շարունակում են ունենալ։ Մենք ակտիվ պայքարի եւ համերաշխության ճանապարհի վրա ենք։ Ամենավառ հիշողությունս
մի քանի զույգ դահուկ ունեինք եւ քանի որ գիշերներն էր papan առաջարկում դուրս գալ եւ դահուկը քշել, բնականաբար սարեր չէինք գնում եւ սարեր գնալու հնարավորություն էլ չունեինք, որովհետեւ մենք դահուկ քշել չգիտեինք։ Մենք դուրս էինք գալիս, քանի որ լորիում լինում էին շատ ցուրտ ձմեռներ եւ լինում էր երբ որ փողոցները սառցակալում էին եւ ժամանակին ուժեղ հետեւողականություն չկար որ փողոցները չսառչեին եւ այլն եւ հենց սառույց էր կապում փողոցի վրա իսկ գիշերը երբ -10-15 էր անում բնականաբար այդ սառույցը կար մենք դուրս էինք գալիս ու փողոցներով դահուկ էինք քշում այնքան երջանիկ էի մինչեւ հիմա նմանատիպ փորձառության չեմ հանդիպել երևի թե ուրիշ մարդկանց մոտ եւս ու ամենատակ հիշողություններն են որովհետեւ հենց papan գնում էր այդ նկուղից հա հանելու դահուկները ես հասկանում էի որ մենք քաղաքում դահուկ պիտի քշեինք եւ ընտանիքով դուրս էինք գալիս դահուկ քշելու ձմեռները երևի ձմեռ նոր տարի շատ էի սիրում Հիմա փորձենք բլից հարցերի ֆորմատով մի քանի հարցի պատասխանել։ Էլ երկար չխոսեմ, դե դուք ինքներդ ասում եք ամենօր չխոսո, հետո բլից հարցեր եք։ Դե հետո կխոսես երկար երբ այս հատվածը ավարտվի։ Ինչ է քո կարոտի անունը։ Անհոգություն։ Ինչպիսին է այսօրվա Իննան, եթե նկարագրես 3 բառով։ Ավելի գիտակից ավելի խորքային եւ ավելի զբաղված։ Ինչը կարող է այսօրվա Իննային ստիպել արտասվել։ Արտասվելու տեսանկյունից դա այդ մի բանը ժամանակ չի ճանաչում, թվում է թե մեր հույզերը ժամանակի ընթացքում կոփվում են, բայց չէ, ես կարող եմ Մեկ հակառակն է լինում, չէ։ Ես ամեն ինչից կարող եմ հուզվել։ Ում ես վերջին անգամ ասել, որ սիրում ես։ Մամայիս։ Առավոտ հենց Բաքում առաջին ալիքի խոսում էինք սպոնտան ասացի ես քեզ սիրում եմ մամ մամասել ասաց հոբան չի եղել Մշտական պատասխանն է մայրիկների Եթե ես լինեի ֆիլմ շարունակիր նախադասությունը Mystery կլինեի Եվ վերջում ինչ է երջանկությունը Իմ համար երջանկությունը մաթեմատիկական հավասարում է, երջանկությունը բալանս է, բայց այդ բալանսը գտնելը ամենադժվար բանն է եւ այդ բալանսը գտնելու ճանապարհին պիտի կարողանաս այդ երջանկությունը պահել։ Իրար խառնված դա բարդ մեծ համակա մարդկային կյանքը շքեղագույն երևույթ է, իսկ ամբողջ կյանքի տևողությունը երջանկություն գտնելու մեջ Երևի Մաթեմատիկական մի բավականին բարդ բանաձև Միակ ճշգրիտ բանը, որ ես կյանքում կա, մաթեմատիկան է մեծ հաշվով, երևի կյանքի Դա էլ ամեն ինչ հարաբերական է վերջի վերջը։ Եվ այս երջանիկ տրամադրվածությամբ շարունակում ենք մեր եթերը, սիրելի հեռուստադիտողներ։